Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ այսօր ես հյուրընկալվել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, քանի որ նա գտնվում է տնային կալանքի պայմաններում։ Բարի երեկո, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության Ես եմ շնորհակալ, որ եկաք։ Պարոն Կարապետյան, այսօր Հանրապետության օրն է եւ Հանրապետության հրապարակում զորահանդես էր, ներկայացվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը։ Ինչ եք կարծում, սա ինչ ուղեր ձեր հանրությանը, որ ավելի ուժեղ բանակ ունենք այսօր, քան երեկ էր։ Ես ուզում եմ շնորհավորեմ հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ եւ ուզում եմ վստահեցնեմ, որ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները, քանի որ ամենամեծ իր ձախողումն ինքը ունեցել է բանակի հարցում, մեր պաշտպանության հարցում, Արցախը հանձնելու հարցում, դրա համար նույնիսկ չեմ պատկերացնում իր արած այս քայլը ինչին է ուղղված։ Ինձ թվում է ավելի շատ ուղղված է, որ ցույց տա ինչպես է ինքը ծախսել 8 միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին, բայց հաստատ մարդիկ նայելով այս ամենը համոզվում են, որ այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել, որովհետև այդ գումարով մենք կարող էինք ունենալ շատ հզոր, շատ բարձր մակարդակի տեխնիկաներով հագեցած բանակ։ Պարոն Կարապետյան, Ուժեղ Հայաստան կուսակցությունը նաև ունի Ուժեղ Հայաստանի անվտանգության ծրագիրը եւ այսօրվա զորահանդեսին հետևելով, ինչ եք կարծում, այն զինատեսակները, որ գնվել են վերջին տարիներին, բավարար են Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար եւ քանի որ դուք հայտ եք ներկայացրել քաղաքական ձեր իշխանության գալու պարագայում, ինչպիսի սպառազինություն կարող ենք տեսնել Հայաստան։ Մեկ զորահանդեսով շատ դժվար է ինչ-որ բան գնահատել, թե տեխնիկան, թե այդ տեխնիկայի անհրաժեշտությունը, թե այդ տեխնիկայի հնարավորությունները, բայց մենք վստահ ենք, որ մեր իշխանության գալով մենք կգնենք ամենաժամանակակից, ամենակարևոր, ամենապետքական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, որը կհագեցնի մեր սահմանները, մենք կստեղծենք լուրջ տեխնիկայով հագեցված սահմաններ, կքչացնենք մեր զինծառայողների դերը սահմաններում եւ կլինի խելացի, ճիշտ կազմակերպված բանակ։ Այսօր Ադրբեջանի հետ ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր։ Իշխանությունն ասում է, որ եթե դուք կամ ընդդիմադիր մյուս ուժերը Հայաստանում իշխանության գան, ապա պատերազմը անխուսափելի է։ Որն է ձեր մեկնաբանությունը, կարող եք մեր հասարակությանը վստահեցնել, որ Հայաստանը նոր պատերազմ չի տեսնի, եթե դուք լինեք կառավարող ուժը։ Դուք նայեք, հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը եւ Գորժ Գայլերը։ Ուրիշ ոչ մեկ հայ ժողովրդին պատերազմով չի սպառնում։ Ես իրոք վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց Հայաստանի իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանի եւ հայ ժողովրդին սպառնա պատերազմով։ Դա անմիջապես դուք տեսնեք եւ մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենանք լուրջ երաշխավորներ եւ ոչ մեկ չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա, հայ ժողովրդի վրա։ Դա մենք ցույց կտանք շատ արագ։ Որ երկրներն եք պատկերացնում, պարոն Կարապետյան, որ կարող են լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Աշխարհի մասշտաբով երաշխավորներ լինում են միայն խոշոր գերտերությունները, որպեսզի ներշնչեն վստահություն։ Այդպիսի երկրներ, եթե օրինակ եք ուզում, կարող եմ թվել թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը, թե Չինաստանը, թե Եվրոմիությունը իրենց ցանկության դեպքում։ Դրա համար մենք հասնելու ենք դրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն,
որ մեր ժողովրդին ոչ մեկ չկարողանա սպառնալ։ Օրինակ իշխանությունն առաջարկում է, որ Հայաստանը կարող է լինել Ադրբեջանի համար խաղաղության երաշխավոր եւ Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի համար երաշխավոր։ Կարող է այդպես լինել։ Այդպիսի անպատասխանատու հայտարարություն կարող է անել միայն Փաշինյանի իշխանությունը եւ Փաշինյանը։ Ինչպես մենք կարող ենք վստահել Ալիևին եւ Ալիևի երաշխավորությանը։ Դրա համար ես միշտ ասում եմ, այս մարտը ընդամենը տեղադրված մարզպետ է մեր երկրում եւ չի կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Ինքը արդեն ցույց է տվել, որ ինքը թույլ, անկարող ղեկավար է, ինքը վախկոտ է, ինքը վախենում է Ալիևից։ Մենք չենք վախենում Ալիևից, մենք շատ արագ ենք բերելու խաղաղություն մեր երկրին եւ վստահելի երկարատև խաղաղություն։ Պարոն Կարապետյան, ձեր այն հայտարարությունը, որ իշխանության վերընտրվելու դեպքում ախուսափելի է, որ 300,000 ադրբեջանցիներ կարող են վերադառնալ եւ բնակություն հաստատել Հայաստանում, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը այսպես է արձագանքում, ես մեջբերեմ ձեր թույլտվությամբ, նա դեռ տասնամյակով շարունակ չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, խոսքը ձեզ է ուղղված, նա պիտի գտնվի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, ձեր մեկնաբանությունը։ Սկսեմ վերջից, ես չեմ էլ պլանավորում այս տասնամյակում հեռանալ Հայաստանից։ Ես պլանավորել եմ աշխատել հայ ժողովրդի համար։ Դրա համար մենք շուտով տոնելու ենք մեծ հաղթանակ եւ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ես մնալու եմ։ Իսկ որտեղ եմ ես գտնվելու, վստահ եղեք, ես եմ որոշելու։ Փաշինյանը հունիսի 7-ից հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել, առավել ևս իմ ապագայի մասով։ Ինքը ավելի ճիշտ կանի, թող երկար մտածի իր եւ իր խմբակի ապագայի մասին։ Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցիների Հայաստան գալուն, մարդկանց թվում է մենք ինչ որ նախընտրական քարոզարշավ ենք այդ հարցով իրականացնում։ Դա արդյունք են այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից եւ իր օգնականներից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ, թող Փաշինյանը վաղ առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-ին, 19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն, մեր բոլոր անհանգստությունները նրանից են, որ այս մարտը չի կարողանում հակաճառել Ալիևի հետ, հակաճառել Ադրբեջանի մոտեցումների հետ, հակաճառել բոլոր այն վտանգավոր հայտարարությունների դեմ, որ արվում են մեր երկրի եւ մեր ժողովրդի հասցեին։ Դրա մասին ենք մենք խոսում։ Մենք դա չենք օգտագործում ձայներ հավաքելու համար, բայց մենք պարտավոր ենք ամեն օր թմկարել մեր անհանգստությունները, քանի որ տեսնում ենք թույլ եւ ամեն օր թուլացվող կառավարություն։ Դա ուղղակի վտանգ է մեր երկրի համար։ Դուք վերջերս, պարոն Կարապետյան, նաև հայտարարեցիք, որ իշխանության գալու պարագայում օրենքներ եք ընդունելու, որպեսզի օտարերկրացիները եւ հատկապես ադրբեջանցիները եւ թուրքերը հնարավորություն չունենան Հայաստանում անշարժ գույք, բնակարան կամ հողակտոր ձեռք բերել։ Բայց մյուս կողմից, օրինակ, եթե նայենք այն հնարավորությանը, որը հաճախ նաև խոսակցություններում հնչում է, եթե ադրբեջանցիները ենթադրենք ցանկանան որպես տուրիստ Հայաստան գալ կամ օրինակ առաջարկեն Հայաստանի քաղաքացիներին գնալ Ադրբեջան, դուք թույլ կտաք ադրբեջանցիները գան Հայաստան որպես տուրիստ։ Փաշինյանը հերթական անգամ իր ստերով ուզում է մոլորեցնի մեր ժողովրդին։ Հիմա էլ հասկանալով, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր անհանգստությունները իրոք ճշտի մասին են, ինքը հիմա հորինել է նոր խոսույթ, որ ադրբեջանցիները կարող են գալ որպես տուրիստ։
Մեր ասածը ընդամենը, որ ադրբեջանցիները չեն կարող գնել, նվեր ստանալ հայկական հողերը, մեր ասածը, որ ադրբեջանցիները իրավունք չունեն սեփականություն գնել Հայաստանում, իսկ ինքը դա շուռ է տալիս նոր խոսույթի, որ տուրիստների տեսքով են ադրբեջանցիները գալու Հայաստան։ Մենք մինչև չունենանք ադրբեջանցիների հետ ճիշտ խաղաղության պայմանագիր երաշխավորված մեծ գերտերությունների կողմից, ես դեմ եմ բոլոր տիպի ադրբեջանցիների մուտքին Հայաստան, թե տուրիստական տեսքով, թե գորշ գայլերի տեսքով։ Մենք պետք է ամեն օր մտածենք դրա մասին եւ ամեն օր պայքարենք դրա դեմ։ Օրեր առաջ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ արտգործնախարար Արադ Միրզոյանի հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրեցին թրիփի իրագործման հետ կապված։ Այս առումով, պարոն Կարապետյան, կցանկանայի ճշտել, ձեր մտահոգությունները փարատվեցին։ Իհարկե ոչ։ Մենք չենք հասկանում իր փաստաթղթերը իրենք ստորագրում։ Եթե դա նորից միակողմանի զիջողական փաստաթղթեր են, դա մեզ շատ է անհանգստացնում։ Քանի որ ես վստահ եմ, որ Փաշինյանը ի վիճակի չէ Հայաստանի շահերին բխող ոչ մի փաստաթուղթ ստորագրել։ Նա միայն ստորագրում է այն փաստաթղթերը, որը իրեն ներկայացնում են։ Ինքը 20 թվականից հետո իրավունք չունի չստորագրի ոչ մի փաստաթուղթ, որը ներկայացնում են իրեն։ Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնանք, պարոն Կարապետյան։ Վերջին շրջանում բազմաթիվ բեռնատարներ Լարսի անցակետում կանգնած են, վերջին դեպքերը ծաղիկների հետ է կապված, որ բեռնատարներ արդեն փչացած ծաղիկներով հետ են վերադարձել։ Քննարկումներ կան, նաև հայտարարություններ Մոսկվայից, որ եթե Հայաստանը շարունակի քաղաքական այս կուրսը, հնարավոր է նաև գազի թանկացում ունենանք։ Ինչ ակնկալիք ունեք այստեղ։ Ճիշտը որ ասեմ, ես դրան դեմ եմ, ինչը որ արվում է հիմա, բայց ես հասկանում եմ, որ դա արվում է մեր իշխանության կողմից վարած հակառուսական քաղաքականության դեմ։ Դրա համար ես միշտ ասում եմ, մենք փոքր երկիր ենք, մենք իրավունք չունենք թշնամական հարաբերություններ ստեղծենք եւ ունենանք գերտերությունների հետ, եւ այնպիսի գերտերության հետ, ինչպիսին Ռուսաստանն է, քանի որ մեր տնտեսության հիմնական մասը, մեր գյուղատնտեսության մոտավորապես 90%-ը կախված է Ռուսաստանից։ Այսինքն մենք մեր անիմաստ քայլերով, անիմաստ հայտարարություններով ամեն օր փչացնում ենք այդ հարաբերությունները եւ մենք սպասում ենք, որ մեզ կներեն այդ ամեն ինչը։ Դա չի ներվում, դա երբ անցնում ես կարմիր գծերը, ոչ մի երկրի կողմից չի ներվում։ Դրա համար ես միշտ կոչ եմ անում, որ Հայաստանի նման պետությունը պետք է լավ հարաբերություններ ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոմիության հետ, Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ։ Մենք պարտավոր ենք դա անենք մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար, մեր տնտեսությունը զարգացնելու համար։ Երեք վարչապետը, պարոն Կարապետյան, մեր եթերում հայտարարեց, որ Ռուսաստանի հետ նման իրավիճակ ունեցել ենք նաև նախկինում եւ ինքը երբ վերադառնա աշխատանքի, այս հարցերը արագ կլուծվեն։ Դե ինքը այդպիսի հայտարարություններ անում է, որտեղ ինքը վստահ է, որ ինքը չի վերադառնա աշխատանքի։ Ինքը արդեն սպառել է իր բոլոր ռեսուրսները։ Նույնիսկ եթե մենք ձեր հետ ուզենք, ինքը չի կարող վերադառնալ աշխատանքի։ Քանի որ իր արած բոլոր քայլերը վնասում են մեր երկրին, մեր ժողովրդին։ Դրա համար ես ասում եմ, Փաշինյանը եւ իր թիմը իրավունք չունեն գործ ունենան Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի հետ։
իրենք ինչ կարողացել են անեն, իրենց վախկոտությամբ, իրենց թույլ կեցվածքով արդեն արել են, արդեն փորձանքի հետևից բերել են մեր ժողովրդի գլխին։ Դրա համար ունենք հունիսի 7, հայ ժողովուրդը պետք է ստապվի, պետք է հասկանա, որ սա կարևոր օր է, բոլորը պետք է գնան ընտրության, պետք է հեռացնենք Փաշինյանի իշխանությանը, որպեսզի ունենանք անվտանգություն, որպեսզի ունենանք զարգացող տնտեսություն։ Դա է միակ ճանապարհը։ Ուժեղ Հայաստանի տնտեսական ծրագրերից եմ առաջարկում խոսեմ, պարոն Կարապետյան։ Առաջարկում եք 0% հարկ փոքր բիզնեսին 300,000 նոր աշխատատեղ, այս ամբողջը ում միջոցներով է իրագործվելու, եթե իշխանության գաք, կրկին պետական միջոցների հաշվին։ Մենք մեր հայտարարությունների մեջ միշտ ասում ենք եւ նշում ենք. պետությունը մինիմում մասնակցություն պետք է ունենա, շատ ցածր մասնակցություն պետք է ունենա։ Մենք ունենք հնարավորություն եւ ես կարող եմ վստահաբար ասել, որ դա միայն մեր ուժը ունի այդպիսի հնարավորություն, որ ներգրավել մեծ ներդրումներ, դուք հիշում եք, ես հայտարարեցի $1 միլիարդ туриզմի զարգացման համար, այդտեղ պետությունը ունենալու է ընդամենը 10-ից 20% մասնակցություն, այն էլ ոչ գումարի տեսքով, հողեր եւ կոմունիկացիաներ պետք է հատկացնի պետությունը, ամբողջ գումարը ներդրվելու է միջազգային խոշոր կառույցների, մեր գործընկերների, մեր ընկերների կողմից։ Կան պայմանավորվածություններ, կան նույնիսկ ծրագրեր կոնկրետ, որը մենք շատ շուտով կներկայացնենք եւ դուք ամեն օր տեսնեք փոփոխություններ տնտեսության զարգացման մեջ, թե 300,000 աշխատատեղ ստեղծելու մեջ, թե туриզմի զարգացման հարցում, թե մենք որ հայտարարել ենք գյուղատնտեսության համար կայանների ստեղծման հարցում, բոլոր ծրագրերը միաժամանակ սկսվելու են եւ ամեն օր մեր ժողովուրդը իրենց գրպանի վրա դա զգալու են։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է, մոտ 43% աղքատություն կա 2025 թվականի ցուցանիշներով, դուք ասում եք, որ երբ գանք իշխանության, շատ կարճ ժամանակում ոչ միայն Շիրակի մարզը, այլ նաև հայրաքաղաք Գյումրին սոցիալ-տնտեսական վերելք է ապրելու։ Այս ծրագիրը ինչպես եք նախատեսում կյանքի կոչել։ Ես չեմ ուզում մասնավորեցնել միայն Շիրակի մարզը եւ Գյումրին։ Դուք կարող եք զարմանալ, բայց Փաշինյանը նույնիսկ իր հայրենի մարզն էլ, Տաուշի մարզն էլ է հասցրել արդեն 40% աղքատության։ Եվ բոլոր մարզերը այդ հարցում անմխիտար տեսք ունեն։ Մենք համակարգային փոփոխություններ ենք անելու տնտեսության մեջ։ Մենք բոլոր մարզերը միաժամանակ զարգացնելու ենք։ Ամեն մարզ ունենալու է իր անհատական տնտեսական ծրագիրը։ Չի լինելու այդպիսի քաոս, որ իրենք ստեղծել են թե պետությունում, թե տնտեսության մեջ շատ մտածված, շատ հավասարակշռված քաղաքականություն ենք տանելու, որ մարզը ինչի հնարավորություն ունի եւ ինչ աշխատանքային պոտենցիալ ունի, մենք դա օգտագործելու ենք։ Իսկ ինչ վերաբերում է Շիրակի մարզին, դա նույնիսկ ես իմ պատվի խնդիրն եմ համարում, որ Շիրակի մարզը, ամենատուժված մարզը, ամենաաղքատ մարզը, աղքատության եզրին կանգնեցրած մարզը, մենք առավելագույնս ենք անելու, որ այդ մարդիկ այսքան տարի տառապելով այդ տնակներում պետք է ունենան բարեկեցիկ կյանք եւ դա անելու ենք շատ արագ, որպեսզի ամեն օր իրենք զգան փոփոխություն իրենց կյանքում։ Վստահ եղեք դրանում։ Շիրակի մարզը կարող է վստահ լինել դրանում։ Տաուշի մարզը կարող է վստահ լինել դրանում։ Մյուս բոլոր մարզերը կարող են վստահ լինել դրանում։ Մենք վարելու ենք
քաղաքականություն, որը կզարգացնի մեր մարզերը, կլիցկա թափի Երևանը այս խնդիրներից, քանի որ Երևանը դուք տեսնում եք աշխարհի ամենասիրուն քաղաքը դարձել է ոչ կոմֆորտ քաղաք մարդկանց ապրելու համար, ոչ մի հարց չի լուծում Երևանի համար, չեն կարողանում լուծեն Երևանի համար, դրա համար տառապում են թե Երևանի ժողովուրդը, թե մարզերի ժողովուրդը, ովքեր միակ աշխատանքի հնարավորությունը տեսնում են մեկ օր շուտ վազեն գան Երևան, քանի որ մարզերում ամբողջությամբ բացակայում է թե աշխատատեղերը, թե ժամանցի տեղերը, թե մարդկանց ամենապրիմիտիվ ապրելակերպի համար անհրաժեշտ միջոցները, դրա համար մենք շատ ուշադիր ենք լինելու բոլոր մարզերի և բոլոր գյուղերի նկատմամբ։ Պարոն Կարապետյան, մեկ այլ հարց է դեղերի գները Հայաստանում և հարևան երկրներում։ Նարեկ Կարապետյանը օրեր առաջ տեսանյութ էր տարածել, որտեղ համեմատում էր Հայաստանում վաճառվող դեղերի գները և Վրաստանում, մոտ 40% Հայաստանում թանկ էր։ Մենք ենք թանկ վաճառում, թե որն է խնդիրը և ինչպես եք պատրաստվում այս հարցը լուծել։ Խնդիրը նրանում է, որ իրենք վարել են քաղաքականությունը իրենց գրպանի համար, ընդամենը մեկ խնդիր կա, Փաշինյանի իշխանությունը և կառավարությունը դեղերը դարձրել են իրենց գրպանը լցնելու միջոց, դուք տեսնեք ինչ արագությամբ ենք մենք այդ փոփոխությունները անելու և հաստատ մենք ունենալու ենք ավելի լավ արդյունքներ, քան նույնիսկ Վրաստանում է, դա մեզ համար ամբողջությամբ հասկանալի է, ինչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայում, ով է օգտվում այդ շուկայից և մեր ժողովուրդը բոլորը պետք է օգտվեն մեր արած քայլերից, որը մենք կանենք միանգամից, շատ արագ, քանի որ մեզ համար ամեն ինչը հասկանալի է։ Հաշված օրեր անց, պարոն Կարապետյան, խորհրդարանական ընտրություններ են և կոչ եք անում քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ։ Ինչով է կարևոր, որպեսզի ավելի շատ քաղաքացի մասնակցի ընտրություններին և արձանագրվի մասնակցության բարձր ցուցանիշ։ Ցանկացած հասարակության համար դա շատ անհրաժեշտ է։ Դա առաջին հերթին, որ մենք ունենանք ակտիվ հասարակություն, որ մենք դուրս բերենք հասարակությանը այս վախերից, որ այս տարիների ընթացքում իրենց ներշնչել է Փաշինյանի իշխանությունը։ Մենք դուրս բերենք մարդկանց ապաթիայից, որով ամեն օր իրենք ապրում են։ Բացի դրանից, միայն ակտիվ մասնակցությունը կարող է բերել ընդդիմության վստահ հաղթանակին, իրենք օգտագործելով իրենց պետական ռեսուրսները ամեն գնով իրենց մարդկանց կարողանում են տանեն ընտրատեղամաս, բայց ընդդիմության կողմնակիցները ապրելով այս վախի մթնոլորտի մեջ հարկ չեն համարում կատարել իրենց պարտքը, դրա համար մենք ամեն օր կոչ ենք անելու, ամեն օր խոսելու ենք դրա մասին, որպեսզի մեր ժողովուրդը ավելի ինքնավստահ իրեն զգա, վախենալու բան չկա, վախկոտից վախենալը դա ամենամեծ խնդիրն է մարդկանց համար, չեն կարող միլիոնավոր մարդիկ վախենան աշխարհի ամենավախկոտ մարդուց, մենք հասնելու ենք մեր ուզածին և մեր նպատակին, ունենալու ենք մեծ հաղթանակ հունիսի 7-ին։ Մինչև այդ հունիսի 3-ին ուժեղ Հայաստանի մեծ հանրահավաքն է։ Փակագծեր են բացվելու այդ օրը, պարոն Կարապետյան, և մեր ավանդական վերջին հարցը։ Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին երբ գնա ընտրության, ինչի համար պետք է ընտրի ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Հունիսի 3-ին մենք տալիս ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը։ Հրավիրում ենք Հանրապետության հրապարակ բոլոր մեզ աջակցող և մեզ չաջակցող քաղաքացիներին,
որպեսզի հաղթանակից առաջ նորից լսեն մեր քայլերը, նորից լսեն մեր բոլոր ցանկությունները եւ մենք սկսում ենք եւ մոտենում ենք գլխավոր հաղթանակին։ Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին եւ գնա ընտրության։ Ինչի համար պետք է ընտրի ուժեղ Հայաստանի։ Իր ապագայի համար, որովհետեւ ես վստահեցնում եմ այդ ապագան կարող ենք Հայաստանի ժողովրդին բերել միայն մենք մեր հնարավորություններով, մեր միջազգային հնարավորություններով, մեր տնտեսական ծրագրերով, մեր անվտանգային ծրագրերով, որոնք մենք ամիսներ շարունակ ներկայացնում ենք եւ ցույց ենք տալիս ամեն քայլ, բաց, թափանցիկ, ինչի համար դուք մեզ պետք է ընտրեք, իրենք պետք է ուսումնասիրեն եւ եթե մենք համապատասխանում ենք, անեն միակ ճիշտ ընտրությունը, եթե իրենք տեսնում են, որ կա քաղաքական ուժ, ովքեր ներկայացնում են ավելի լավ ծրագիր, ավելի են համապատասխանում, մենք դեմ չենք, բայց նորից ես վստահեցնում եմ, որ չկա այդ քաղաքական ուժը եւ Հայաստանի ապագան այս էտապում մենք կարող ենք լավարկել Հայաստանի ժողովրդի բարեկեցությունը մենք կարող ենք բերել արագ եւ ես հույսով եմ, որ հայ ժողովուրդը լսելով իմ խոսքերը կանի հունիսի 7-ին ճիշտ ընտրություն նորից սխալվել իրենք իրավունք չունեն իրենց սխալները բերեցին այսքան փորձանք մեր երկրի գլխին պետք է հիմա ճիշտ հավասարակշռված ճիշտ հնարավորություն ունեցող իշխանություն որ շատ արագ շուռ տա այն անիվը որ Փաշինյանը հիմա նորից ուզում է խապելով համոզելով բերել մեր ժողովրդի գլխին, պրոբլեմներ նորից բերել մեր ժողովրդի գլխին, 300,000 ադրբեջանցիներ բերել լցնել մեր երկիր, սա մենք կանգնեցնելու ենք, սա մենք թույլ չենք տալու, և Փաշինյանը շատ լավ դա գիտի, Փաշինյանը նույնիսկ ուրախ կլինի, որպեսզի հանգիստ թողնի գնա, ինքը գնալու տեղ ունի, համենայն դեպս 2 տեղ ունի, Կանադա կարող է գնալ, Ադրբեջան կարող է գնալ, բայց Հայաստանի ժողովրդի ապագայի հետ ինքը ոչ մի իրավունք չունի մասնակցի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։